Երեկոյան արդեն Մարութը վանքին էր հասել, ծնողների գերեզմանների կողքին էր։ Հանկարծ առանց որևէ պատճառի դարձյալ ներսում բաղ բաններ արթնացել։ Ոտքից գլուխ դողերոցքն էր ցնցել։ Միաժամանակ քիչ հեռվում պղնձագուն ժայռի վրա անգղ էր տեսել։ Սկզբից մտածել էր վիրավոր է, հետո իրար աչքերի էին նայել, խոշոր կարմիր բիբերը մինչև խորքը տեսանելի պարզ էր, այդպիսի արծիվ առաջին անգամ էր տեսել, միանգամից հասկացել էր, հողագնդի վրա նրա նմանն այլևս չկար, միմյանց էին զննել, ուշադիր դիտելիս դեմքի տակից մեկ ուրիշ, երբեմն կարմիր բիբերով արծիվ, միաժամանակ թռչնակ կերպ խաչ պատարազին, երբեմն էլ շիկակարմիր հագուստով պատանուր դեմքներ դուրս լողացել, հետո ձուլվել էր երկնքի, լռության միջից թևաբախության համաչափ ձայններ լսվել, հեռացել էր, մեր զգացողությամբ էր ընկալում, որ մոտ է նրան, ում անդադար որոնել է հեռավոր ճանապարհների, արդեն գուշակում էր, ներսի չենթարկվող մեծ ուժ, ում հետ մշտական բախումների մեջ էր, երկրաբնակ բնությունից վերջնականապես կերպարանափոխություն էր կատարում, բայց միաժամանակ նրանից բացի մի որևէ այլ բան չկար, որ այդքան անորոշ, անորսալի լիներ։ Այդ ժամանակ էր կարծես պատուհան էր բացվել, հասկացել էր, խոսողը մայրն էր։ Մեհերը տենդի, դողերոցքի, զարանցանքի անորոշության մեջ գիտակցել էր, իրեն տեսնողը մարդը չէր, իրեն տեսնողը մարդ չէր, այլ ոչ սովորական շունչ, որ անվերջությանը, երկնքի կապույտինը, խոտինը, թափանցիկ օդինն էր, նա էր առաջ տանողը, չգիտեր ուր, բայց հանձնվել էր նրան։ Ինքն էլ մոր ձայնի հետ էր խոսում։ Հետո դավթի ձայնն էր լսվել։ Մեհերն էլ նրան պատմել էր աշխարհում միայնակ շրջելու մասին։ Դավիթն էլ ասաց էր եղել, որ մեհերի տեղը ագրավաքարն է։ Հետո խավարամութի մեջ գիշերային թռչունն էր կանչել, երկար սպասել էր մտածելով, որ նրանք իրեն անորոշության մեջ չեն թողնի։ Սակայն այդպես էլ այլևս չէին արձագանքել։ Բայց ինչ բան էր այն, հենց նա, որ քիչ առաջ թափանցել էր ներս, բռնել էր գիտակցությունը, ինչ էր, ներկա, անցյալ, ապագա, թե երեքի թնջուկը միաժամանակ։ Ինչ ձայներ էին իր հետ քիչ առաջ խոսողները, գուցե դյութանք, մտքում կանչում էր առեղծվածին, որ երևա, կարող է արդեն գտել է որոնումների սկիզբը։ Արևամուտին ձին ճանապարհից քիչ հեռու խոտերի մեջ ինքը միայնակ աստիճանաբար տիրապետելով մտքին ամբողջ հոգով կենաց ու մահուկ կռիվ էր ցանկացել կամ իրեն կամավոր գրավ տալու մասին էր վենչացել։ Ավելի ուշ չոր հողին սմբակների զարկ էր տոկել, 7 ձիավոր եկել մինչև լուսաբաց կռվել էին նրա դեմ, մեհերն աչու ձախից մոտեցողներին զարկել էր, բայց թուրը ոչ մեկին չէր կարողացել բռնել։ Կռիվն ամբողջ գիշեր էր շարունակվել մինչև լուսաբաց։ 7 ձիավորները նրան ասել էին, որ արշալույսն արդեն ծագում է, որ իրենց վերադարձի ժամն է, թող կռիվը դադարեցնի։ Չէր թողել։ Ավելի էր սաստկացրել զարկերը։ Հեծյալները տեսել էին ուժ գնացող կռվի պատճառով չէին կարողանում հեռանալ, հասկացել էին, բրծնելու համար պիտի կատարեին նրա կամքը։ Նրանցից մեկն իջել էր ձիուց, որ մեհերի նժույգներ կանգնած էր, բռնել էր հողից եւ այդ պահից էլ սկսել էր ձիու ոտքերի տակ գետինը փլվել։ Որտեղ թիկնոցը փռել էր, հենց այդտեղ այդ չափով էլ հողը ծերացել էր։ Մեհերը նկատել էր ձիու ոտքերը սկսել էին չմնալ գետնի վրա, որ մի սմբակը զարկել էր, խրվել էր մինչև ծնկները։ Երբ իջել էր մենամարտելու, հետիոտը տեսել էր հողը իր ոտքերի տակել է խախտում։ Ձիավորներն ասել էին, որ լույսն արդեն գալիս է, չեն կարող մնալ, թող մենամարտը դադարեցներ, իրեն գնային եւ այսուհետ իմացած լիներ, նրա կռիվը հողագնդի վրա միայն մարդկանց հետ չէր եղել, չէր թողել,
պահանջել էր մնային մինչև որ իրար չհաղթեին կամ ինքը գրավ չվերցվեր։ Հեծել էր ձին, նորից էր առել քրտինքի հոտը, զարկվող սրերի մետաղային 4 զնգոցը, 7 վրակյաց կրվողների տնքոցը, հեռանալու հնարավորություն չտալու համար աշխատել էր բոլորին զարկի տակ պահել, սակայն արշալույսի ջերմակելու հետ նկատել էր, այլևս չէին եղել։ Լվացվել, սրբել էր արյունոտ հագուստը, ձին գնացել, բայց շատ էր տանջվել, ամեն քայլափոխի հողը փլվել էր ոտքերի տակ։ Մերը չէր տեսել, բայց զգացել էր լույսի մեջ մեկի լինելը։ Շուրջը թրթռացող օդի հաղորդումից, ձիու մեջ ընկած դողերոցքից, արևի շողերի կտրտվող տատանումներից, 4 կողմը լողալով պտտվող հոտից գլխի էր ընկել, որ հենց նա էր այդտեղով լուսադեմին բռնել էր գետնից։ Հիմա էլ ձիու ոտքերի տակ թիկնոցը փռելով խախտում էր հողը, առաջնորդելու պես գնում էր դեմից։ Ճանապարհին բոլոր կասկածները ցրելու համար արդյոք ինքը մեղավոր էր, որ չէր հաղթել 7 ձիավորներին, կամ գուցե զորությունն էր վերցվել իրենից, թրատել էր դիմացի ժայռը, վերից վար, հենց առաջին հարվածից էլ, երբ պեղկվել էին կտրված ապառաշները։ Չէ, այդպես, ձիով էլ ներս էր մտել։ Մեհերի ագրավաքարում փակվելը, տոսպան լեռան քերծերում ապրող ճգնավորներն էին տեսել։